Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր թեման 12 տարի շարունակ Երևանի կանանց միջազգային միավորման ամանորյա բարեգործական տոնավաճառը դարձել է Երևանյան ամենասիրված ավանդույթներից մեկը, որ միավորում է դեսպանատների, տեղական բիզնեսների ու բազում այցելուների, միասին նշելու ամանորն աշխարհի շուրջ եւ հասույթն ուղղելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց ու երեխաների կենսապայմանների բարելավմանը եւ հմտությունների հզորացմանը։ Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Խորենացի 15 հասցեում։ Սիրով մեր տաղավարում հյուրընկալել են Երևանի կանանց միջազգային միավորման անդամներ Մարիաննա Վանեցյանին, Լուսինե Սաղաթելյանին, Մարիան Քարաքաշյանին։ Բարի օր։ Մերսի, բարի օր։ Սառավոտի, նախ շնորհակալ ենք նման նախաձեռնության մասին եւ ինչպես մենք հասցրեցինք այսպես կուլիսներից այն կողմ խոսեք, պատմեք հենց բուն նախաձեռնության մասին։ Ուրեմն Երևանում կանանց միջազգային միավորումը ստեղծվել է 2012 թվականին։ Այն միավորում է տարբեր ազգությունների, տարբեր տարիքի կանանց, որոնք ապրում են Երևանում։ Այսինքն դա ներառում է դեսպանությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղացի կանանց, ինչպես նաև բարձրապես օտարերկրյա կանանց, ովքեր որոշել են ապրել Հայաստանում, երկարաժամկետ կամ կարճաժամկետ։ Եվ մեզ բոլորիս միավորում է մեկ գաղափար՝ բարեգործություն։ Անդամները բոլորը կամավորներ են եւ մենք ունենք 70-ից ավել անդամներ, բոլորս կամավորներ ենք եւ փորձում ենք նպաստել Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ գյուղերում ապրող կանանց եւ երեխաների կյանքի բարելավմանը։ Կանացի սոլիդարությունը պահպանել եք այստեղ փաստորեն, հատկապես որ մարզերին է ուղղվում, ինչի վրա է շեշտը դրվում այդ հասույթի։ Շատ շնորհակալություն։ Եթե փորձենք տարեմուտից առաջ, ամփոփել նաև 2025 թվականը, սիրով կներկայացնեմ այն 3 ծրագրերը, որոնք իրականացրել ենք հենց 25 թվականի ընթացքում, սակայն ինչպես գործընկերս նշեց, շուրջ 13-13 տարի գործելով Հայաստանում աշխատել ենք Հայաստանի ամենատարբեր մարզերում։ Այս տարվա մեր գործունեության ոլորտը բավականին հետաքրքիր ու բազմազան էր, մշտապես կանայք են եւ երեխաները, սակայն երբեմն դրանք կենսապայմանների բարելավում են, այսինքն շենքերի նորոգում, երբեմն հենց կանանց ներուժի հզորացում եւ մեր ամենասիրելի ծրագրերից մեկը, որի մասին կուզեմ պատմել ձեզ, այս տարի Սյունիքում էր, հենց Խնձորեսկ համայնքում, որտեղ IOE ուժերով հագեցվեց արհեստագործական, ուրեմն մի սրահ, կարպետագործություն, գորգագործություն, հմտությունները զարգացնելու եւ ուսուցանելու կանանց։ Այս ծրագիրը մեր բոլորի սիրելին է, որովհետեւ բացի որ կանայք կհզորանան եւ կունենան նոր մասնագիտություն կամ կհմտանան իրենց մասնագիտության մեջ, նաև կպահպանվեն հայկական գորգագործության ավանդույթները, ինչպես նաև Լոռու մարզում Ստեփանավան Ուրասար համայնքում աշխատեցինք մանկապարտեզի ցանկապատման աշխատանքներ են իրականացվել, որովհետև թիվ 2 մանկապարտեզը ցավոք սրտի անպաշտպան էր, եթե կարելի ասել, գտնվելով ճիշտ ճանապարհի եզրին, ստացվում էր, որ երեխաները դատապարտված էին միայն ներսում ժամանակ անցկացնել պարտեզի շենքի, որովհետև բակային տարածք չունեին, բարեբախտաբար ցանկապատը այսօր կառուցված է եւ երեխաները ունեն մեծ բակ, ապահով մանկություն եւ ուրախ օրեր անցկացնելու համար եւ երրորդ ծրագիրը Վանաձորում էր արդեն իսկ նորոգված քիմիական լաբորատորիայի տեխնիկական հագեցմանը մենք աջակցեցինք։ Ծրագրերը ամենաբազմազան են եւ բարեգործական կոմիտեն ստանալով բազմաթիվ հայտեր, բնականաբար շատ այսպես ջանքերով երբ նրբորեն ընտրություն է կատարվում, որպեսզի ամանորյա տոնավաճառից գոյացած ողջ հասույթը ուղղվի հենց բարեգործական նպատակների եւ ճիշտ նպատակին հասնի։ Այ հենց ամանորյա տոնավաճառից խոսենք։ Այո, արդեն մնաց 3 օր միան, շաբաթ օր, դեկտեմբեր 6, ժամը 10-ը սկսյալ մինչև 7-ը երեկոյան հասցեն Խորենացի 15։ Ուրեմն այս տարվա բազարը թեման լինելու է Christmas Around the World, ամանորը աշխարհի շուրջ։ Այո։ Ուրեմն մասնակցելու է մոտավորապես 15 դեսպանատուներ, ունենք Իտալիա, Գերմանիա,
Poland, Lithuania, China, Japan, Iran, Lithuania, Iraq, շատ ուրիշ, the Philippines, Greece, շատ դարբեր։ Այո, աստորեն Եվրամիության գրեթե բոլոր երկրների արդեն մենք դարբերվենք, որ ինքը multicultural event, այսինքն մի քանի մշակույթների համախմբում է։ Exactly, եւ իրենց ամեն մեկ տեսփանադու ներկայացնելու իրենց մշակույթը դարբեր ելույթներով եւ իրենց արտադրանքը ներկայացնելով։ Շատ գեղեցիկ միջոցառում է իրական մի քանի տարի։ Շատ հետաքրքրական։ Եվ իրենց կողքին ունենք 50 vendors-ները ավելի, որ իրենք փոքր եւ միջին բիզնեսներ են եւ իրենք մենք ուզեցինք իրենց քաչալերել, որ իրենք ալ իրենց գործերը այսինքն ցույց տան եւ անշուշտ կարող եք գտնել ամանորի նվերներ, զարդեր եւ հրուշագեղեն եւ դարբեր բաներ։ Եվ ամենակարևորը ունենք մեր charity սեղանը, որ կարող եք այնտեղ նվիրատություններ անել եւ փոքր կամ մեծ կամ ինչքան կցանկանաք նվիրատություն մասնակցելու եք մեր մեծ խաղարկության եւ այնտեղ լինելու են 150 նվերներ ավելի եւ շատ հետաքրքրական նվերներ։ Թափում եք հերոստատիտողներ։ Այո։ Ամենակարևորը այստեղ միայն միջոցառումը, չէ՞ դու գիտես ինչի համար ես մասնակցում այդ միջոցառումը, յուրաքանչյուրս մեր լուման ենք դնում իսկապես մեր համայնքների հասույթը, որ արդեն մենք կհավաքենք նվիրատություններից, արդեն բոլորը գերտան մեր charity project-ների իրականացման։ Եվ այն օրը ունենք նաև Kids Corner, երեխաների Kids Zone, այնտեղ լինելու են օրեն դարբեր activities, face painting, cookie decoration, այսինքն ամեն ինչ կարողանալու են եւ պատրաստել եւ նկարել։ Ուրեմն եւ լինելու է անշուշտ մեծ դոնագադարություն պիտի անենք այս տարի, որ Christmas multicultural Christmas event եւ բոլոր տեսփանադուների հետ միասին պիտի դոնենք ամանորը։ Ինչպես հղացավ գաղափարը, որ հենց այս ձևաչափով պետք է լինի։ Որով արդեն բավական հետաքրքրվող տեսփանադուներ ունենք, որ բավականին հետաքրքրված էին, որ իրենք ալ մասնակցին այս տարի, եւ ուզեցինք մի բան անել, որ ցույց տանք այս բոլոր մշակույթը արդեն Հայաստանում բոլորս մեկ միասին ենք ապրում, եւ ամեն մեկի իր culture-ը, իր մշակույթը դարբեր ձևերով արտահայտել, բայց նորեն բոլորս մեկ արիցի նպատակի, այսինքն մեկ Christmas-ը ամանորը եւ օփարիքորձությունը։ Բոլորս միասին մարզերը ինչ ձևաչափով են մասնակցում, թե միայն նրանց ուղղվում է, ունեք մարզերի հետ համագործակցություն այս փուլում։ Մարզերի ներկայությունը բնականաբար հենց վաճառողների ֆորմատով է ներկայացվում, որովհետև շատ թե արհեստագործ կանայք եւ ոչ միայն կանայք եւ փոքր միություններ, որոնք ունեն որոշակի արտադրություն, սկսած քաղցրավենիքից, վերջացրած, գիտեք, հայ ազգը շատ ստեղծարար է, զարդեր, կաշվե իրեր, ամենատարբեր, այսինքն մարզերում ունենք բազմաթիվ ստեղծագործող մարդիկ եւ արհեստագործներ, որոնք բնականաբար սեղանների տեսքով, սեղանի վաճառքի տեսքով ներկայացված են եւ ունենք արդեն հավատարիմ, չէ, այցելուներ, թե հյուրերի մեջ այցելուներ եւ թե հավատարիմ մենք նրանց գործընկերներ ենք համարում, որովհետեւ մեզ հետ միասին ուսուսի ներկայանալով իրենց ժամանակը եւ նվիրումը բերելով օգնում են մեզ գեներացնել այդ գումարները, որոնք արդեն ողջ 2026 թվականի ընթացքում կուղղվեն ամենատարբեր համայնքային ծրագրերին, իդեպ առիթից օգտվելով գուցե ասենք նաև բոլոր մարզաբնակ հետաքրքրված անձանց համար, որ հայտադիմումների փուլն է նաև հիմա, մենք ամփոփում ենք 25 թվականը եւ պատրաստվում 26-ին, այսինքն մեր բոլոր սոցիալական հարթակներում կարող են տեսնել հայտադիմումի նմուշը եւ եթե ունեն հետաքրքիր ծրագրեր, որոնք ուղղված են ոչ անհատի, բնականաբար համայնքի զարգացմանը, բարօրությանը, կենսապայմանների բարելավում, թե անձերի հզորացում, որպեսզի ծառայի ամբողջ համայնքը միանշանակ։ Հզոր անհատները կարևոր են, բայց մենք մի քիչ ավելի լայն ենք նայում, համայնքը զորավոր է, այո, ինչպես ասում են։ Նախապատրաստական աշխատանքներից եկեք խոսենք, այսպես դուք մասշտաբը շատ լայն ներկայացնում եք, բայց այդ ամեն ինչը պես փոքրիկ ավազի հատիկներով է կառուցվում։ Մեր նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ գարնանից, երբ մենք նոր-նոր սկսում ենք մեր ամբողջ
ամեն ինչին ուղղված մեր աշխատանքները, բայց ամենա այսպես թեժը դա լինում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, սոցիալական հարթակներում, տարբեր Արշավներով։ Այո, արշավներով, տարբեր կապեր, տարբեր այցելություններ եւ հիմա կարող եմ ասել մեր բոլոր անդամները այսպես լիովին ներգրաված քրտնաջան աշխատում են, որպեսզի արդեն 3 օրից տեղի ունենա մեր տոնավաճառը։ Հանրության մասնակցությունը ինչպիսին է հասարակության արձագանքը, որովհետև բազմաթիվ տոնավաճառներ են արդեն ավելացել եւ քաղաքային, եւ հրապարակներում, նաեւ մի քանի փակ տարածքներում, ինչպիսին է մարդկանց մասնակցությունը։ Իսկապես շատ հետաքրքիր հարց եք տալիս, տոնավաճառները շատ են ամանորյա այս օրերին, ոչ միայն մեր մայրաքաղաքում, այլ նաև մարզերում, մի ուրախություն։ Կենտրոններում եւս շատ ակտիվ։ Այո, բազմաթիվ են վերջին տարիներին, ինչը նաև ջերմացնող է եւ ուրախացնող, սակայն մի փոքր տարբերություն այս տոնավաճառը կազմակերպվում է միայն կանանց եւ կամավոր կանանց ջանքերով եւ ողջ հասույթը առանց բացառությունների եւ վերապահումների գնում է բարեգործության, հետեւաբար այցելուների նախապես շնորհակալություն ասելով եւ սիրով հրավիրելով նրանց այս տարի եւս դեկտեմբեր 6 խորենացի 15 հասցե շնորհակալ ենք այդ գաղափարները կիսելու, հավատալու մեր ծրագրերի հաջողությանը եւ անկեղծությանը եւ մեզ հետ լինելու համար։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, ով այցելում է այս տոնավաճառ եւ ձեռք է բերում փոքրիկ հուշանվեր, վստահ է, որ անձնական ներդրում է ունենում նաև մարզերում բարեկեցության ավելացմանը կամ որևիցե փոփոխության ստեղծմանը։ Մարիան, ինչպես է ընտրվում, թե որ համայնքին պիտի այդ տարվա հասույթ ուղղվի, շահող համայնքը ոնց եք որոշում, որը պետք է լինի։ Ուրեմն մենք բոլոր application-ները գտնում են արդեն, ով որ օգնության կարիք ունին, եւ մենք երբ կփակենք մեր application-ների ստացումը, արդեն մեր board members եւ մենք այսինքն committee գա, որ իրենք գստուքեն որը ավելի կարևոր է եւ ինչքան սահմանամերձը լա, այնքան ավելի մեզի գկրավե, որով սահմանամերձ շրջանը գրեթե մարդիկ շատ չեն լսած իրենց մասին կամ շատ օգնություն չի հասնիր իրենց։ Սանոր համար կփորձենք օգնել ինչքան օգտակար եւ անձնական օգնություններ չէ, ինչպես որ ասեց Լուսինեն, որ օգնությունը լա բոլոր շրջանին, բամը որ գրնա օգնել բոլոր շրջանին։ Հրաշալի։ Եկեք խոսենք հետադարձ կապից, օրինակ հետագայում կապը պահում եք այդ նույն համայնքներին, որոնց դուք օգնում եք։ Անպայման, ճիշտն ասած, 3-ի առավոտը սկսեց հենց լուսանկարներ ստացանք իմ եւ երևի ամբողջ թիմի, բալիկները Ստեփանավանի Ուրասար համայնքի բնակավայրի ներողություն բալիկները արդեն ջերմ ժպիտներով, իրենց խաղալիքներով, այսպես շատ բարությամբ լի նոր ուրեմն դրսի տարածքում եւ ցանկապատի ներսում այսպես ապահով ժպիտով խաղում էին, բնականաբար յուրաքանչյուր լինի տեխնիկայով հագեցում, թե շինարարություն ավարտին ամբողջ թիմից ներկայացուցիչներ, ըստ ցանկության բարեգործական կոմիտեի ներկայացուցիչները այցելում ենք հենց առաջին անգամ ընդունելու մշտապես կապի մեջ լինելով ողջ ընթացքում, բայց նաև ընդունելու կատարված աշխատանքը եւ բնականաբար դրանք տարիների մեջ այսպես հյուսվող պատմություններ են եւ բարեկամություն ավելի շատ, որ մեզ ուղեկցում է տարիների ընթացքում։ Մոտավորապես քանի տաղավար եք այս տարի ունենալու։ 70 տաղավարին ավելի ունենք արդեն։ Մեծ թիվ է։ Այո։ Եկեք նաև խոսենք 2026-ի նախագծերից, քանի որ նշեցիք դուք արդեն գարնանը պատրաստվում եք, բարեհաջող երբ որ ավարտի դեկտեմբերի 6-ը, մի փոքր կհանգստանան բոլորը եւ կսկսեն նոր աշխատանքներ, ինչ նախագծեր կան 2026-ի դեպքում։ Մեր հիմնական մեծ նախագիծը ամբողջ տարվա կտրվածքով հենց մեր ամանորյա տոնավաճառն է, որը տեղի ունենում ամեն տարի դեկտեմբերի առաջին շաբաթը եւ
այդ մենք ամբողջ տարվա ընթացքում պատրաստում ենք այդ տոնավաճառին, որպեսզի կարողանանք ճիշտ ձևով եւ գեղեցիկ ձևով այն իրականացնել, իսկ կոնկրետ արդեն բարեգործական նախագծերը իրենց վերաբերյալ մենք դեռ այս տարի 26 թվականի բարեգործական նախագծերի վերաբերյալ խոսել չենք կարող, որովհետեւ հայտերի ընդունման փուլն է հիմա մենք ընդունում ենք հայտերը շատ դեկտեմբեր 20 մինչև դեկտեմբերի 20-ը դեռ այո ընդունում ենք հայտերը եւ հետո արդեն շատ մանրակրկիտ դրանք ուսումնասիրելով պետք է ընտրենք ծրագրերը, որոնց արդեն կուղղվեն մեր 2026 թվականի միջոցները։ Բարի ընթացք ձեր նախաձեռնությանը, արդեն 1/11-ից ավելի բռնել է հաջողության ճանապարհը, թող որ հասցեական լինեն այդ հասույթները իսկապես։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Խորենացի 15 հասցեում այս 3 գեղեցկուհիներ անհամբեր սպասում են ձեզ, գնացեք եւ ձեր լուման ունեցեք, տարին ճիշտ փակեք եւ մաքրեք ձեր կարման։ Բարի գործ անելով։ Եվ դիտենք գովազդ դիմավորելով մեր հաջորդ հյուրերին։